պարոն Այվազյանը անդադար ասում է, որ հնարավոր է, որ այսինքն ըստ էության մենք տանում ենք խստացման, բայց իրականում եթե նույնիսկ էլ փոխենք, հնարավոր է, որ չկիրառվի այդ կալանքի միջնորդությունը, այսինքն դուք ասացիք անընդհատ մի քանի անգամ, այսինքն հստակեցված չէ, օրինակ երկրորդ անգամ կատարելուց եք տանելու, թե չէ։ Քննչական կոմիտեի համար սա կարող է մի քիչ խնդրահարույց լինի, այսինքն թողում ենք հայեցողական քննիչը որոշի այս դեպքում այլ բնութագրեր նայելու ավելի այսպես խոր աշխատանք ու ժամանակ ծախսելով, որպեսզի տեսնի արդյոք հարցագործի հետ, որը որ անդադ հակված է այդ գողությունը անելու հանցագործի հետ գործ ունի, թե չէ։ Այս առումով մի քիչ խնդրահարույց եմ նայում, այսինքն պետք է այստեղ մի քիչ, եթե ճիշտ եմ հասկացել, հստակեցում լինի, պարոն Այվազյան, ինչ կասեք դուք այս առումով։ Ես ձեր խոսքից այդպես հասկացա, որ ընդհանուր առմամբ ինչքան էլ մենք, այսինքն առանձնացված հատուկ չենք բանարել, որ կանխարգել ենք, այստեղ էլի ինչ որ բաց ենք թողնում այս առումով։ Եթե ֆորման ցույց տալիս, տեսեք, եթե կարելի է էլի, որ ավելի հստակեցված լինի, տեսականորեն անգամ սպանության գործով մենք չենք կարող ասել, եթե սպանություն, ապա կալանք։ Դրա համար ես ինչու մի քիչ վերապահումով խոսեցի, ներկայացրեցի, որովհետև ես եթե հիմա ասեմ, գիտեք ինչ, եթե մենք դարձնենք երկրորդ մաս, անվերապահորեն մենք բոլորին տանելու ենք կալանքի, ես սխալված կլինեմ, հետևապես, այո, անգամ կրկնակիության դեպքում ես եթե կարելի է էլի միտքը ասեմ, ես չեմ պատկերացնում որևէ քննիչ, որևէ դեպք, որ այդ որպես արհեստ այդ պարոն Մկրտչյանը, որ ասաց 30 անգամ, 10 անգամ, 5 անգամ դա անում է որպես իր աշխատանք, մասնագիտություն տունը պահելու հիմնական միջոց, դա կոչվում է որպես արհեստ անցանք կատարել, անխտիր մենք տանում ենք կալանքի, անխտիր, որպես կանոն մենք չենք ապահում, միանգամից տանում ենք կալանքի։ Այստեղ չեմ էլ ուզում այս հարցը վիճակագրություն հանկանք կամ բան, ավելին ասեմ, ես շատ ուրախ կլինեմ, եթե մեկը ինձ նման մի նմուշ, մի դեպք, մի օրինակ ասի, որ տեսեք, մարդը 10 անգամ արել է, չենք տարել, որպես կանոն չի լինում, դա հետևապես մենք միշտ մտնում ենք կալանքի նման դեպքերով։ Պարզապես մենք խստացնում ենք նաև մեկ այլ պատճառով, պայմանական, հա, ունենք 5 միավոր կալանքի 10 բալանոց համակարգով, ունենք 5 բալանոց համակարգ, հա, կամ ապացույցներ անձին դատարան տանելու համար։ Մի բան է, երբ որ այդ 5 միավոր փաստարկները օգտագործում ես ոչ մեծ ծանրության համար, մեկ այլ բան է, որ այդ 5 միավորանոց քո փաստարկները օգտագործում ես միջին ծանրության հանցանքի համար, հա, եւ շատ կներեք, լրիվ այլ բան է, երբ որ այս 5 միավորանոց պայմանական, հա, քո փաստարկները ներկայացնում ես ծանր կամ առավել եւս ծանր հանցանքի համար, անվերապահորեն դու արդեն կալանք ունես, բայց երբ որ քո այդ 50%, հա, կարող է դատարանը տալ կալանք, կարող է դատարանը չտալ կալանք, ես մտավնությամբ երբ որ գնում ենք դատարան ոչ մեծ ծանրության հանցանքով, մեր շանսերը որ դատարանը կալանք դա շատ քիչ է, միջինի դեպքում ավելի շատ է, ծանրի դեպքում շատ, առանձնապես ծանրը առավել շատ։ Ուղղակի ամբողջ խնդիրը սա էր եւ ինչու եմ ես մի քիչ ամեն դեպքում ոչ հստակ ներկայացնում, որովհետեւ կրկնվեմ անգամ սպանության դեպքում, այնպես որ եթե սպանություն, ապա պարտադիր կալանք, հակառակը օրենքը ասում է սպանության դեպքում անգամ դու պետք է ունենաս կոնկրետ հիմքեր, որ նա կթաքնվի քննությունից, կխուսափի քննությունից, կխոչընդոտի, նոր հանցանք կկատարի եւ այլն, հա, եթե չունենք սպանության գործերով նման հիմքեր, ապա պետք է դատարան միջնորդություն չներկայացնենք, հա, ես սա զուտ տեսական մեկնաբանություն, շնորհակալություն։